Ողջույն բոլորին, մենք այսօր պատրաստելու ենք շատ համեղ դեսերտ։ Դրա համար մեզ անհրաժեշտ է ելակ և պաղպաղակ, ցանկալի է որ լինի վանիլային։ Եվ իհարկե ամենակարևոր գործոնը, դա բլենդերն է։ Մենք ելակը պետք է կտրտենք մանր մասերի, կլոր, որից հետո, որ պետք է ավելացնենք բլենդերի մեջ պաղպաղակը, դրանից հետո կտրտած ելակը։ Իսկ երբ որ ամեն բաղադրիչ լինի բլենդերի մեջ, մենք արդեն կարող ենք միացնել բլենդերը և խառնել այն։ Նաև ամենակարևորը, որ այդ ընթացքը պետք է լինի ծնողների ներկայությամբ, որովհետև առանց ծնողների թույլտվության ոչինչ չի կարելի անել։ Իսկ հիմա քանի որ ամեն բաղադրիչ ներսում է, մենք կարող ենք արդեն բլենդերը միացնել։ Եվ որից հետո, որ սկսի պատրաստվել մեր պաղպաղակը, դե ինչ գնացինք։ Դե ինչ, քանի որ արդեն պաղպաղակը պատրաստ է, լցնում ենք այն որևէ տարայի մեջ։ Ես նախընտրել եմ այսպիսի պաղպաղակի բաժակ։ Դուք կարող եք նաև ավելացնել շոկոլադ կամ ձեր ցանկացած բաղադրիչը։ Քանի որ արդեն պաղպաղակը պատրաստ է, մենք այն տեղադրելու ենք սառնարանում ուղիղ 12 ժամ, որպեսզի առավոտյան համտեսենք։ Դե ինչ, ցտեսություն, հուսով եմ հավանեցիք տեսահոլովակը։